Սա խաղաղություն չէ, ասում են մեր ընդդիմադիրները եւ պնդում են, որ իրենց իշխանության օրոք խաղաղություն էր, հետո 18 թվականին եկանք մենք, փչացրեցինք ամեն ինչ, վերացրեցինք խաղաղությունը, բերեցինք զոհեր եւ այսպես շարունակ։ Հիմա եկեք ստուգենք այս պնդումները։ Եկեք ստուգենք, արդյոք իրոք իրենց իշխանության օրոք խաղաղություն էր եւ արդյոք իրոք հիմա խաղաղություն չէ։ Վերջին անգամ մեր սահմաններին հակառակորդի կրակոցից, այսինքն մարտական պայմաններում զինվոր զոհվել է 2024 թվականի փետրվարի 13-ին, այսինքն 2 տարի 1 ամիս առաջ։ Այսինքն 2 տարուց ավել է, ինչ մեր սահմաններին հակառակորդի կրակոցից չունենք որևէ զոհ։ Ընդ որում, նման 2 տարի Հայաստանի Հանրապետության պատմության մեջ չի եղել երբևէ։ Նման 1 տարեթիվ նույնիսկ երբեք չի եղել։ Չի եղել 1 տարի, երբ որ մենք մեր սահմաններին, մեր առաջնագծում զոհ չունենանք հակառակորդի կրակոցից։ Եկեք նայենք։ Ինչպես հայտնի է, 1994 թվականին է հաստատվել հրադադարը։ Դրա հաջորդ տարին 95 թվականին գիտեք քանի զոհ եղել հակառակորդի կրակոցից 35 հաջորդ տարին 96 թվական 45 97 թվական 58 հասկանում եք, բայց շատ խաղաղ տարի էր։ Սրանք Տեր-Պետրոսյանի տարիներն էին։ Հիմա գնանք մյուս տարիներ, Քոչարյանի տարիներ, ընդ որում բոլոր տարեթվերը չեմ նշի, բայց ընդհանուր պատկերը կհասկանաք, բայց կրկնում եմ, բոլոր տարիներին եղել են զոհեր։ 98 թվական 24, 99 թվական 12 2003 թվական 11, 2005 թվական 14, գնանք Սերժ Սարգսյանի տարիներ, 2010 թվական 11, 2012 թվական 13, 2014 թվական 26, 15 թվական 38, 16 թվական 83, 17 թվական 22, հասկանում եք, ու որ գումարենք իրար 95-ից մինչև 2017 ներառյալ, այսինքն մինչև 18 թիվ, ընդհանուր հակառակորդի կրակոցից ունեցել ենք 490 զոհ, այսինքն մոտ 500 զոհ ենք ունեցել մենք, բայց շատ խաղաղ տարիներ էին, ու չխառնեք, էլի, ասենք 2024-ի փետրվարից եթե 2 տարուց ավել ունեցել ենք 0 զոհ, դա խաղաղություն չի, բայց երբ որ ունենում ենք 500 զոհ, դա խաղաղություն է, 0 զոհ խաղաղություն չի, 500 զոհ խաղաղություն է։ Իհարկե ընդդիմությունը իր բնավորությանը համաձայն կասի դե ամեն ինչ զիջում եք, զիջելով գնում եք, դե կրակելու կարիք չկա։ Շատ լավ, եկեք սա էլ ստուգենք։ 2025 թվականն եղել է առաջին տարեթիվը, որի ընթացքում մենք 0 զոհ ենք ունեցել։ Թող ասեն 2025 թվականին գեթ 1 բան, որ մենք զիջել ենք։ Գեթ 1 բան, որ մենք զիջել ենք։ Չեն կարող ասել, որտեղ ոչինչ չենք զիջել, որովհետև 2025 թվականին հակառակը մենք ստացել ենք խաղաղության հռչակագիր, մենք ստացել ենք խաղաղության վերջնական հաստատում։ Բայց ի՞նչն է խնդիրը։ Խնդիրն այն է, որ այս ընդդիմադիրները նպատակադրվել են կասկածի տակ դնել վերանայել այս խաղաղությունը։ Իրենք ինչ են ասում են, ասում են սա խաղաղություն չի, բայց բացի դրանից ասում են մեզ դուր չի գալիս այս խաղաղությունը։ Իրականում երբ որ իրենք ասում են սա խաղաղություն չի, իրենք նկատի ունեն, որ մենք դեմ ենք այս խաղաղությանը, մենք դեմ ենք այս խաղաղության ճարտարապետությանը։ Եվ երբ որ դու ասում ես, որ ես դեմ եմ այս խաղաղությանը, նշանակում է ասել, որ դու դուռ ես բացում պատերազմի համար, որովհետև եթե դու դեմ ես այս խաղաղությանը, դու կասկածի տակ ես դնում այս խաղաղությունը, դու վերանայում ես այս խաղաղությունը, նշանակում է պատերազմը դառնում է անխուսափելի։ Նշանակում է լավագույն դեպքում մենք քանդենք, եթե գնանք իրենց ճանապարհով, կքանդենք այն խաղաղության ճարտարապետությունը, որի շնորհիվ մեր սահմաններին ունենում ենք 0 զոհ, իսկ վատագույն եւ առավել հավանական դեպքում ստանալու ենք լայնամասշտաբ պատերազմ։ Եվ հետեւաբար հունիսի 7-ը դառնում է կարևորագույն ջրբաժան մեր ժողովրդի, մեր Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում։ Կամ մենք ընտրում ենք ընդդիմության առաջարկած ճանապարհը, որը տանում է դեպի անխուսափելի պատերազմ եւ տասնյակ զոհեր ամեն տարի։ Կամ ընտրում ենք իշխանության առաջարկած ճանապարհը, որը ասում է հետեւյալը. ոչինչ զիջելու կարիք չկա, ընդամենը պետք է տեր կանգնել այս խաղաղությանը։ Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի ժողովուրդը տեր է կանգնելու այս խաղաղությանը։